Մաքրատարք եպիսկոպոս Գալստանյանի գործով անցնող անձինք իրենք իրենց արարքա ահաբեկչություն են որակել ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցինի պատասխան խորհրդարանում հայտարարել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Նրա պնդմամբ հրապարակված գաղտնալսված ձայնագրությունում մարդկանց գյուլելու եւ այլ խոսքերի վերաբերյալ խուզարկությամբ հայտնաբերված ապացույցներ կան։ Նշելով, որ բաց դատաքննություն է լինելու, ամեն ինչ կներկայացվի սխեմաներով, Պողոսյանը հավելել է, իրենք են որակում տվել, թե ոնց են գրավում ոստիկանության շենքերը։ Մերձավանում տեղի ունեցած սպանություններից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ աղթոյանների ընտանիքը հեռացել է համայնքից։ Այս տեղեկությունների վերաբերյալ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ին փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց։ Անվտանգության տեսակի հետ կապված կառույցը մեկնաբանություն չի տալիս։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանն ու նրա ընկերը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել էին սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Աղթոյանի հորաքրոջ որդին է եւ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհարյանի եղբայրը։ Սեպտեմբերի 28-ին էլ ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել, հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հրազենը։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները, որոնք հովի կենտրոն են տեղափոխվել, անխնամ վիճակում են եղել տրավմատիկ ու կաշկանդված։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնել է կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը։ Երեխաներից ամենամեծը 12, ամենափոքրը 5 տարեկան է, նրանց հետ մասնագետներ կաշխատեն։ Թե որքան նրանք կմնան հովի երեխաների աջակցության կենտրոնում հայտնի չէ, դա կախված է իրավիճակից ու զարգացումներից։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլյանը վստահեցնում է, որ դրական զարգացումների դեպքում հաջորդ տարեսկզբին հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացում։ Ըստ նրա, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը կարող է բացվել 2026 թվականի հունվարին կամ փետրվարին, դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում փոխադարձաբար Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիների համար։ Առաջիկա ամիսները ըստ Փայլյանի որոշիչ են լինելու թե Թուրքիա-Հայաստան, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդական խնդրի լուծման նոր փուլ է մեկնարկում։ Նրա խոսքով օրերս կառուցողական բանակցություններ է անցկացրել քրդամետ դեմ կուսակցության ղեկավարների հետ։ Վերջինները կոչ են արել քրդական աշխատավորական կուսակցության ՑՄԱ ազատազրկման դատապարտված առաջնորդ Աբդուլլա Օջալանին թույլ տալ հանդիպել Թուրքիայի խորհրդարանի անդամների հետ։ Էրդողանը հավելել է, ահաբեկչությունից զերծ Թուրքիայի ճանապարհին կարծես նոր հանգրվանի են հասել։ Նոյեմբերի 2-ին ուկրաինական հարվածների հետևանքով Տուապսեի նավահանգիստը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը։ Reuters-ն այս մասին հայտնել է Սև ծովում նավերի տեղաշարժի վերլուծության հիման վրա։ Աշխատանքը դադարեցրել է նաև Տուապսեում գտնվող Լուկոյլի նավթավերամշակման գործարանը նավահանգստային ենթակառուցվածքներին հասցված վնասի հետևանքով։ Աղբյուրի տեղեկություններով գործարանը օրական 240,000 բարել նավթամթերք է արտադրում։